լավ, ուրեմն կմնամ բաժնում։ Եթե բան լինի զանգեք։ Լավ, հրաչ։ Աստորեն մեծերից մարդ չկա, հաստ է։ Բեկար ինչ ես ուզում։ Ուզում ես կռիվ անենք, ասածդ ասա։ Լավ, մի րոպե։ Աննես բան եմ քեզ ցույց տալու, աննես բան եմ ցույց տալու, մեջքի վրա վարի կընկնես։ Ինչ ես գտել ցույց տուր։ Մի րոպե։ Սի բայց այն ինչ որ պիտի ցույց տամ առանձնակի դաժանության կադրեր են։ Դու լուրջ չափահաս ես։ Բայկար վերջին անգամ քեզ զգուշացնում, հավաքի քեզ։ Լավ, կատակ եմ անում, հələ նայի։ Ասո։ Ես Հակոբն է, այն ուսանողի հերը։ Հələ նայի։ Ոայ։ Սպանեց։ Այ հենց էս էր ինձ պակասում։ Հիմա հանգիստ կարող ենք դիմել Ինտերպոլին։ Ինտերպոլն էլ սա որտեղ որ լինի կբռնի ու հանգիստ կարտահանձնի Հայաստանին։ Հա, որտեղ ես քեզ ասվիցան։ Ցիտիկն է բերել։ Ես ասի աղասը ստեղ կլինի։ Աղասին կտեսնեմ, լավ, վաղը կտեսնեմ աղասին։ Չէ, լուրջ, Բայկար։ Այդ վիդեոն քեզ որտեղ ես։ Որ լուրջ ասեմ, ես անոնիմ են ուղարկել, չգիտեմ էլ ով է։ Կարող է Կարենն է ուղարկել, հա։ Հələ մի հատ մտածի։ Կարենը։ Կարենը, հա։ Բայց տղեն հորը հանդեպ տես բան կաներ։ Ուրեի հաս։ Այսինքն դու լրիվ չափու սահմանը տանցել ես, հա։ Համլետ, քեզ հետ եմ։ Դու ինձ առևանգում ես ոստիկանության դիմացից։ Ես երբ եմ չափու սահման ունեցել, որ հիմա էլ ունենամ։ Մեծ բան ես ասում, ոնց որ ինձ չես ճանաչում։ Եթե ես աշխարհում մեկը կա, ով ինձ ճանաչում է, այդ դու ես Շաքե։ Ու գիտես ինչ եմ մտածում։ Պետք չի մտածել։ Դու ընդհանրապես չես մտածում։ Հենց հիմա արգելակում ես։ Ու ես դուրս եմ գալիս քո մեքենայից, ու մենք դադարեցնում ենք այս անիմաստ խոսակցությունը, Համլետ, շուտ արա։ Հա, ինչ էի ասում։ Երբ որ ոստիկանները, ընկերներդ ինձ ման էին գալիս ու չեն գտնում։ Մտածում եմ, այ եթե դու իրանց հետ աշխատեիր ու դու ինձ ման գայիր, հաստատ կգտնեիր։ Ու գիտես ինչի։ Որովհետև դու ինձ ամենալավն ես ճանաչում։ Լսի, դու հիմա ազատության մեջ ես, որովհետև ես չեմ զբաղվում դեռ քեզնով։ Հասկանում ես, չէ՞ այդքանը դու։ Հա, ճիշտ ես։ Ուր ես գնում։ Ուր ես քշում։ Ես քեզ ասում եմ, չէ՞, որ մենք պետքա խոսանք։ Ու ինչքան հեռու լինենք բոլորի աչքից, այդքան ավելի լավ։ Համլետ, հենց հիմա։ Արգելակի։ Շուտ արա։ Առաջին հանդիպած հարմար տեղում։ Քեզ հետ եմ, արագ։ Համլետ։ Սաղ գնացել են։ Նարեկ։ Տես հանկարծ չքնես։ Իմ քունը արդեն տանում է ու ես պատրաստվում եմ քնեմ։ Դու իմ ձեռն ես ընկել։ Քնել մնել չկա։ Ոնց որ տանը մարդ կա։ Արա հա էլի լույսը վառվում է։
տանը մարդ չկա։ Ես ինչ է կատարվել ստեղ։ Ես ինչ է։ Ընտանեկան ֆոտոալբոմ։ Այդ տեսնում եմ։ Տեղեր կա, որ նկարները բացակայում են։ Կարող եմ նկարների համար է եկել տուն։ Էլի ձեռքներիցս բաց թողեցիք։ Հրաչ։ Բայց նկարների համար ինչի պետք է գար տուն, այն էլ երկրորդ անգամ։ Ես չգիտեմ ինքը ինչի համար է եկել։ Բայց հաստատ էս տուն մարդ է մտել։ Որովհետև ցերեկը սենց թափրտված չէր։ Ոչ իման, մամային էիր նամակ ուղարկում։ Սուժի կուզես, համել ոգ եմ պատվիրել, թույն բան է։ Հա, երկ։ Բարի խորջը։ Ապրես, քեզ էլ։ Ապրես։ Սա քեզ։ Մամադ ոնց է։ Լավ է։ Տնտեսից հետո պապայից նորություն չկա։ Դե կապ չունի, ով էլ լինի, եթե քեզ նեղացնեն, դու ինձ պիտի ասես։ Լավ։ Կար, որ ամեն ինչ բարձ լինի մեր մեջ, ես ուզում եմ էլի ասեմ։ Ես անկեղծ Նարեկին չեմ զանգել։ Ես զանգել եմ ոստիկանություն, այնպես է ստացվել, որ ինքն է եկել։ Էլ մի ասա։ Հավատում եմ։ Լուրջ։ Տարօրինակ է արդեն։ Կներես։ Ուղղակի պապայից թեմաներով սենց խառնված, ես ինքս ինչ չեմ ճանաչում, հասկանում ես։ Զգում եմ, որ փոխվում եմ։ Հա ինձ ոչինչ դուր չի գալիս, ոչինչ չի ոգևորում, չի ուրախացնում։ Վերադարձի ակադեմիա։ Լավ էլի։ Կգտնես մոտիվացիադ։ Իդես չեմ մտածել այդ մասին։ Մեկ-մեկ մտքիցս թռում է, թե ես ում տեղն եմ։ Ու տենց մտածում թե ես ինչի եմ տուն նստած։ Հետո հիշում եմ ու հասկանում, որ ես ճիշտ որոշում եմ կայացրել։ Բայց վաղ առավոտյան ես կլինեմ ձեր տան դիմաց ու քեզ կտանեմ ակադեմիա։ Կար իմաստ։ Առարկություններ չեն ընդունվում։ Իմ որոշումը վերջնական է ու քննարկման ենթակա չէ։ Լավ։ Շաքե զենքը իջացրել։ Շաքե քո հետ եմ։ Կրակողն արդեն կկրակեր։ Բայց չեմ հասկանում ինչի պիտի կրակես։ Որն է պատճառը։ Չկաս մոտ։ Ես ինչ եմ արել քեզ, հա? Ինչ եմ արել, որ հիմա քեզ սենց ես պահում։ Տարիներ էլ անցնեն։ Մեկը ես քեզ չէի մոռանում։
Ցմա նստած լինեի մեկը մտքից դու էր լինելու։ Ինչ պատ, ինչ ճաղ ուզումա լիներ, կքանդեի մենակ քեզ տեսնելու համար։ Լսի Համլետ։ Անհամատեղելիություն։ Ինչ ասեցիր։ Չես լսում, ասում եմ անհամատեղելիություն։ Մարդիկ իրար սիրում են, բաժանվում են, կռվում են, թշնամի են դառնում։ Ու այդ ամեն ինչը հասկանում ես, անուն ունի։ Մեր դեպքում այդ կոչվում է անհամատեղելիություն, Համլետ։ Ու ինչ ես շահել դրանից, որ ոստիկան ես դարձել։ Հա՞։ Փող գնդապետ Շաքե Բաքուց։ Ինչ ես շահել դրանից։ Ոչ մի բան։ Գոնե մի օր երջանիկ օր ունեցել ես այդ ուսադիրներիդ ներքո։ Հիշում ես։ Ես քեզ խոստանում էի։ Ոչ մի խոստումը չես կատարել։ Ոչ մի խոստում, ընդհակառակը։ Հանցագործությունը հանցագործության հետևից։ Ու քանի գնացել ավելի ծանր հանցագործություններ։ Դու գիտեր ես ով եմ։ Հա, գիտեի։ Ու հավատում էի քեզ։ Հիմա ինչ։ Մենք չենք կարա նորմալ խոսանք։ Հոյ, լսի դու ասում ես արի հանգիստ խոսենք, բայց դու լրիվ չափ ու սահմանը անցել ես, հասկանում ես։ Դու անցել ես քո չափ ու սահմանը։ Դու զենք ես բարձրացնում իմ հարազատների, իմ մտերիմների վրա, Համլետ։ Այդ քո ասած հարազատը իմ աղբորն է սպանել։ Ես ինչ պետք է անեի։ Ուղղակի անհամատեղելիություն, հասկանում ես։ Գնա նստի, գնանք արդեն։ Գնացինք։ Նարեկ, ինչ-որ բան գտար։ Մեզ հետաքրքրող ոչ մի բան։ Չնայած հեն մյուս սենյակում էր։ Իրերը թափթփված էին։ Իսկ ինչ ես կարծում։ Ինքը էլի կգա։ Իմ համար իր վարկագիծը շատ տարօրինակ է։ Համաձայն եմ։ Մարդը սպանել է, դեպքի վայրից փախել է։ Եկել է մահացած ծնողների տուն։ Երկրորդ անգամ։ Գիտես, Արսենի ասած տարբերակը խելքին մոտ է։ Բայց ինչի է երկրորդ անգամ եկել։ Լավ ինչ է ուզել։ Հրաչ։ Քո փորձը շատ է։ Ըստ քեզ, սովորական մարդասպանի համար տարօրինակ վարկագիծ չի։ Նարեկ, ես իմ կյանքում սենց բան չեմ տեսել։ Սպասի։ Լսում եմ։ Վստահ եք, որ ինքն է։ Դե պայեք, չթողնեք ոչ միտեղ, գնա գալիս եմ։ Ինչ ա եղել, արի Նարեկ։ Երեկոյան ինչ պատրաստ եմ ուտելու համար։ Ինչ ուզում ես։ Դե ասա, որ մի անգամից գնումներ անեմ, խանութ եմ, չէ՞։ Մամ, ասում եմ, ինչ ուզում ես։ Ինչ տեսար։ Ոչ մի բան։ Տանը լավ տրամադրություն ուներ, դուրս եկանք, էլի սկսեցիր 4 կողմդ նայել։ Մամ, ամեն ինչ լավ է, հանգիստ եղի։ Մարթա ջան, մի վախեցի։ Ումից։ Հորիցդ։ Այդ մարդկանցից, որ ուղարկում, ինչի ես վախենում։ Մամ, ոչ մեկից չեմ վախենում, ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացի։ Ոնց չանհանգստանամ, հա։ Ոնց չանհանգստանամ, որ անընդհատ վախեցած 4 կողմդ ես նայում։ Մամա, ամեն ինչ լավ է։ Մի վախեցի, խնդրում եմ։ Ես քո կողքին եմ։
Ոստիկանությունը իր հերթին, Կարենը կա։ Մամ, ոչ մեկի պաշտպանության կարիքը ես չունեմ։ Ինչի ես քեզ տենց պահում։ Ինչի ես կղզի անում, ոչ մեկին մոտ չես թողնում։ Չեմ հասկանում քեզ։ Մամ ջան, արի դու գնա խանութ, ես գնամ դասի, քանի չենք կռվել, հա։ Լավ։ Դե քեզ լավ օր։ Քեզ էլ։ Դու ասացիր, որ առավոտը կգաս, բայց հիմա զանգերիս էլ չես պատասխանում, հուսամ, որ խորը քնած ես։ Նայում ես, հայրիկնա, չէ։ Թե արդեն մոռացել ես դեմքը։ Կարող է կանջատել։ Ինչի համար։ Չես ուզում նայես ինչ հետաքրքիր կինո է։ Թե արդեն տեսել ես։ Չէ։ Լավ։ Ես էլ եմ տեսել։ Ես էլ որ մի կինոն մի անգամ նայում եմ, երկրորդ անգամ էլ էլ հետաքրքիր չի ու միշտ էլ զարմացել եմ այն մարդկանց վրա, որ 10 անգամ նույն կինոն նայում եմ, չեմ հասկացել։ Տեսել էր։ Տեսել էիր ոնց է հերդ մարդ սպանում։ Չէ։ Իսկ դու չէիր հավատում։ Կամ էլ մեզանից էիր թաքցնում, չէիր ուզում ասեիր։ Ես ոչ մի բան չգիտեմ։ Իսկ այս տեսագրությունը մեզ որտեղից։ Ես ինչ իմանամ։ Դուք պետք է ասեք։ Դու չես ուղարկել մեզ։ Բնականաբար ոչ։ Այսինքն ուզում ես ասես, եթե այս տեսագրությունը քո մոտ լիներ, ակնհայտ սպանության մասին ինֆորմացիան չէիր ուղարկի։ Հերդ ուր է։ Չեք բռնել։ Այսինքն ես հիմարի տեղ ես դնում։ Հերդ ուր է։ Ես չգիտեմ ինքը ուր է։ Երբ ես վերջին անգամ հետը խոսացել։ Ես հետը չեմ խոսացել։ Լսի հիմարի տեղ մի տիր մեզ, ուր է հերդ։ Ասում եմ չգիտեմ։ Շարժվես տեղդ նստած մնա։ Կարագացրու։ Քեզ ավելորդություններ թույլ մի տուն, Նարեկ։ Տղեկ, հրաշ ջնի չնամ, չի քայլում, լսրա վիճակը։ Տղեկ, եսի չա կատարվում։ Աղաս շուրջերկրյա ճամփորդությունից են գալիս։ Հələ ջուրը տուն խմեմ, բաց։ Ալեքսանդր Հայկազյան։ Բայց որտեղից գտակ։ Բագրատաշենի անցակետից, ուզում էր թռներ։ Բայց չասրեց, սահմանապահները բռնեցին։ Բարձա։ Լավ, Նարեկ, ուղեկցիններս ես հիմա կմոտենեմ։ Ջարդված եմ, մեռնում եմ աղաս։ Հրաչ, բայց ոնց որ ադեկվատ չոր։ Ամբողջ ճանապարհին մի բառ չի ասել։ Մենք մտածում էինք քնած է, աչքերը բաց, մեկ լացում էր, մեկ ներվային շարժումներ էր անում։ Իսկ կարող է ինչ-որ բանի տակ է։ Այդ փորձաքննությունը կպարզի։ Կամ էլ ուժեղ ստրեսի տակ է։ Աղաս մենք մեր գործը արեցինք, հիմա դու տես ինչ ես անում։ Ես սովված մեռնում եմ, գնամ մի կտոր հաց ուտեմ։ Լավ։ Ինչ կա Կարենից։ Դե երեք եկավ առանձնացակ, ինչ-որ բան եք խոսում։ Տեսա՞ր, դու ինքդ քո հարցին ոնց որ պատասխանեցիր։ Առանձնացանք ինձ ինչ-որ բան ասեց։ Եթե ուզեր որ դու իմանայիր, կարծում եմ քեզ կասեր, չես կարծում։ Դե եսին։
Մտածեցի կարող եմ որոշել է հետ գա։ Ինչի՞ ստենց մտածեցիր։ Եսին։ Շերլոկներ, ես էլ որ դեպքի վայրն ենք ուսումնասիրում։ Տիկին Բակոնցը սպասում է։ Գնանք տեսնենք։ Երեխեք, ինձ էլ հյուրասիրեք էլ ես չիպսերից, մի ձև սենց կծու թթուի հավես տվեց։ Վերջու։ Արի, ինձ է հյուրասիրվի։ Վերսուկերը ուրիշներից մոդիձեն։ Երեխեք, բայց ինձ սենց երես մի տվեք, կարիթավորվեմ, կդառնամ առիթավորված։ Բայց հաճելի ես կարևորը։ Տեսա՞ր Ջոն։ Ինչ մեծ կարծիք ունի քո մասին։ Լավ, երեխեք, չգնանք։ Ըստ լսարանը այնքան շատ եմ սիրում։ Ինչու եք ուշանում։ Մյուս խումբը կողքի լսարանում արդեն 20 րոպե աշխատում է։ Կներեք Տիկին Բակոնց։ Ամեն ինչ հիշում եք։ Կարիք կա բացատրելու։ Ամեն ինչ բարձ է։ Սկզբից զարմացներ ենք հագնում, հետո գործիքներ վերցնում ու Ու զգուշորեն աշխատում դեպքի վայրը։ Ինչ ես անում։ Ինչու ես ձեռք տալիս։ Չգիտեի, որ չենք սկսել։ Այս սկսել ենք։ Սա խաղ չէ, սա դեպքի վայր է։ Փոխանակ հանցանշանները պահպանեք, դու ամեն ինչ փչացնում ես։ Կներեք։ Ասակ Համարյան։ Գալիս եմ։ Աշխատեք ավարտեք, վերադարձեք լսարան։ Շատ լավ։ Ալեքսանդր, վկայի խոսքերով հենց դու ես սպանել Ռոբերտին։ Ինչ կասես դրա մասին։ Քո հետ եմ, Ալեքսանդր։ Ամբողջ ճանապարհին սենց է եղել։ Կարծում եմ, այստեղ բուժօգնություն է պետք։ Հնարավոր է։ Կամ էլ դերասանություն է անում։ Ես էլ կգամ ձեզ մոտ։ Կգամ։ Քիչ մնաց, թող ես ամեն ինչը ավարտվի, ես էլ կգամ։ Սունես։ Այս ծնողների լուսանկարն է, մոտից ենք գտել։ Ծնողները։ Սա էլ առաջին տեսողական կոնտակտ է։ Ալեքսանդր, իրանց մոտ ես ուզում գնալ, հա։ Մի օր բոլորս էլ գնալու ենք նրանց մոտ։ Բայց հիմա մենք այստեղ ենք ու պետք է կարողանանք այս կյանքը ապրել։ Ես գիտեմ, որ ծնողներդ մահացել են ավտովթարից։ Ես էլ եմ կորցրել ծնողներիս ու հասկանում եմ դա ինչ ցավ է։ Ինքն է արել։ Ինքն է օգնել Ծյուշին։ Ինքն է արել։ Ինքը ով է։ Ռոբերտը։ Ինքն է ասել։ Ինքն է հորս մեքենայի համարները տվել Ծյուշին։ Ինքն է արել։ Ինքն է ասել։ Հանգիստ։ Ինքն է արել։ Տիկին Բակունց ջան, տեսնում եք ինչ ուրախությամբ եմ ձեզ դիմավորում։ Պայքար։ Ինչու է Կարենն այստեղ։ Կարենը։ Դե գիտեմ, որ ձեր ուսանողն այդտեղ, դրա համար ձեզ հարգեցի եւ հրավիրեցի։ Հարցս կրկնում եմ, ինչու է Կարենն այստեղ։ Ուրեմն տիկին Բակունց, ապացույցներ ենք ձեռք բերել։ Ապացույցներ ունենք, որ հայրն է սպանել այն մարդու։ Այն էլ ինչ ապացույցներ։ Սպանության տեսագրությունը։ Այն մարդու ում դիահերզման ուսանողներից բերել է։ Ճիշտ այդպես։
Տեսագրության մեջ ամեն բան երևում է։ Հենց որ արդեն դիմել ենք Ինտերպոլին եւ սպասում ենք։ Իսկ ինչպես է Կարենը։ Կարծում եմ Կարենը իր կյանքում ավելի երջանիկ ուրախ օրեր ունեցել է։ Բայց մինչև Ինտերպոլը մատեմատին տա, մինչև արտահանձնի, երկար ժամանակ կանցնի։ Դրա համար մտածում էի սրանից մի 2 բառ կորզենք։ Պայքար ինչ է նշանակում մի 2 բառ կորզենքը։ Դե ուզում եմ ասել, ինքը ձեզ շատ հարգում է, սիրում է, կարող է խոսեցնեիք մի 2 բառ էլի հոր մասին։ Իսկ եթե մարդն ասելու բան չունի։ Ճիշտ ասած չեմ հավատում, որ որդին հոր մասին չի մանա եւ հետը խոսացած չլինի։ Գիտես, երբեմն այդպես էլ է լինում։ Համաձայն եմ, բայց եկեք մյուս կողմից էլ նայենք։ Եթե հայրը պատահական անհետանում է, ուրեմն առաջին անհանգստացողը պետք է լինել որդին։ Ճիշտ է։ Իսկ դու գիտես, ինչ հոգեվիճակում է Կարենը։ Ինչ հոգեկան ապրումներ։ Մարդը կարող է ներքուս տարապել, բայց որևէ մեկի ցույց չտալ։ Հոգեկան ապրումներ։ Էստեղ է։ Չէ, այնտեղ է։ Մնա այստեղ, կապիտան Քամարյան։ Բարով ձեզ տիկին բաղոց։ Նստիր։ Ինձ համար եք ստեղ։ Պայքարը քեզ հետ նորմալ է վարվել, չի նեղացրել։ Չէ, ամեն ինչ կարգին է։ Տեսագրությունը տեսել ես։ Հարցեր ունես տեսագրության հետ կապված։ Ինչ հարցեր տիկին Բակոնց։ Դե որ իսկական չէ եւ հայրդ է։ Չէ, հարցեր չունեմ։ Այսինքն ընդունում ես, որ հայրդ է։ Իսկ դա ինչ-որ բան կփոխի։ Ոչ, քո կյանքում ոչինչ չի փոխի։ Ոնց չի փոխի, որ արդեն փոխել է։ Ես հիմա ոնց եմ սովորելու ակադեմիայում։ Դու դրա մասին վաղուց գիտեիր։ Ոնց ասեցիր Կարեն։ Ինչպես է սովորելու ակադեմիայում։ Ես այդ հարցը մի անգամ եմ լսել քեզնից։ Այսինքն քեզ հետաքրքրում էր այդ հարցը, որովհետև արդեն գիտեիր, թե հայրդ ինչ է արել։ Չէ։ Գիտես, անպայման չէ հերքել այնինչ ակնհայտ է։ Խոսում ես հորդ հետ։ Չէ։ Լավ, այլ կերպ հարցս ձևակերպեմ։ Գիտես, թե հայրդ որտեղ է։ Չգիտեմ։ Կարեն, իսկ եթե անկեղծ պատասխանես, մտածելով, որ ես որևէ մեկի որևէ բան չեմ ասելու։ Ես անկեղծ եմ պատասխանում։ Չգիտեմ ինքը որտեղ է։ Վերջ, Կարեն, դու պետք է վերադառնաս ակադեմիա։ Ես ուսամ, որ քո ներքին ապրումները արդեն վաղուց հաղթահարել ես։ Այդպես է։ Անկախ նրանից, թե քո հայրը ինչ է արել, դու պետք է սովորես ակադեմիայում։ Բայց ես Լսիր, մեր ծնողները մեզ ժառանգություն են թողնում, տուն, մեքենա, երբեմն ծնողներ են լինում, ովքեր թողնում են շատ մեծ կարողություն։ Բայց դրա հետ մեկտեղ մեր ծնողները մեզ բոլորիս գիտես ինչ են թողնում։ Իրենց մեղքերը։ Ու սա պարտադիր է։ Իսկ գիտես ինչը պարտադիր չէ։ Որ դու տառապես այդ մեղքերի համար։ Որ դու անverջ այդ մեղքերը կրես քո ուսերին։ Կարեն, կյանքը շարունակվում է։ Ու քո կյանքը առջևում է։ Այնպես որ վեր կաց ու գնում ենք ակադեմիա։ Վերջ։ Ոնց որ թե բժշկի դա օգնեցա։ Ալեքսանդր, կարող ես հիշել, ինչա տեղի ունեցել այդ օրը։ Ես մարդ եմ սպանել։ Այդ մեզ ես հարցնում։ Ռոբերտը չկա։ Պատմի տեսնեմ ինչ ես հիշում։ Ես կանգնած էի մեքենայի մոտ։ Հետո ինքը եկավ։ Ինքը խմած էր, եկավ ու ես առաջինը խփեցի իրեն։
Իսկ դու խմացեիր։ Հետո ինքը ինձ խփեց ու ես ընկա գետնին։ Զենքը պահեց վրաս ու ասաց, որ ես պիտի լսեմ, որ ես պիտի իմանամ։ Մի րոպե, երբ որ ընկար գետնին, ինչ արեցիր։ Ես գնացի դեպի մեքենաս, մտա մեքենայիս մեջ ու ուզում էի զենքս վերցնել, հետո ինքը ինձ քաշեց դուրս ու զենքը պահեց վրաս, ինքն ինձ ասեց, որ ես պիտի լսեմ, պիտի իմանամ, որ ինքն ասել Ծյուշին, մենոնց մասին, հորս մեքենայի համարները, մերոնց գտնվելու վայրը, որ սարկեին էդ ավտովթարը։ Սմեթխմ։ Հետո, Ալեքսանդր, հետո։ Ես ոչինչ չեմ հիշում։ Ես ոչ մի բան չէի լսում։ Ես ուզում էի գնալ մերոնց մոտ։ Մամ։ Մի րոպե։ Մամ։ Սպանելուց հետո, հա։ Ես մերոնց մոտ էի ուզում գնալ։ Հա։ Ես մերոնց մոտ էի ուզում գնալ ու ես չէի ուզում մարդ սպանել։ Բայց դու ես արել։ Ես ոչ մի բան չեմ հիշում։ Ես չէի ուզում։ Իսկ հիմա ինչ լինելով որս հետ։ Կարեն, ես հասկանում եմ իհարկե, որ դու շատ բարդ ընտրության առջև ես կանգնած, մի կողմում օրենքն է, մյուս կողմում հայրդ է։ Այսպիսի ընտրություն ունենում են այն մարդիկ, ովքեր բարոյական բարձր արժեքների են տիրապետում։ Ես կարծում եմ, որ դու այդպիսին ես ու կկարողանաս դա կհաղթահարես։ Իսկ ես վստահ չեմ Տիկին Բակոց։ Հորդ գտնելու համար միջազգային հետախուզում է հայտարարված։ Բայց կգտնեմ։ Չգիտեմ, երբեմն բարդ է լինում, երբեմն տարիներ է պահանջվում, բայց այնուամենայնիվ դու փորձիր վերաիմաստավորել կյանքդ եւ փորձիր շարունակել ապրել։ Դե չգիտեմ ոնց կստացվի, բայց լավ։ Ես կարող եմ գնալ Տիկին Բակոց։ Իհարկե կարող ես։ Շնորհակալ եմ։ Հաջողություն ձեզ։ Արեն։ Ես էլ քեզ էի փնտրում, գիտես, չէ՞։ Ինչ է։ Արի կաս։ Այլի։ Արագացրու։ Հանգստացի, ոնց ես քեզ սպանում։ Դու ես տարածել, չէ՞։ Հաստատ դու ես տարածել, ասա։ Ի՞նչը։ Խոստովանի արա, դա մասի մենակ դու գիտեր, խոստովանի։ Կար։ Ձեր տունը կալանքի տակ էր։ Այս գումարը պետք է վճարվեր։ Սակայն այդպես էլ չվճարեցիք։ Մեկ շաբաթից տունը կարգելավի։ Իմ զանգերին չի պատասխանում, աղաս։ Սենա չգիտեմ, զանգի գտի մեկի։ Ով եմ ես քո համար մեկի։ Արսեն, ես ուղղակի ուզում էի հարցնել։ Մեկի քեզ իրոք թվում է, որ ես ամեն մեկի զանգից մեզ կպատասխանեմ ու կհելնեմ ինքնամոռաց կգամ, հա։ Քեզ թվում է ես պապայի հետ խիստ հայացք հիշելով կհելնեմ ու կգամ քո մոտ, հա։ Ուղղակի հենց նենց։ Մենք ինֆորմացիա ունենք, որ ինքը Համլետի ամենամոտ մարդկանցից է։ Ուրեմն մենք օպերատիվ տվյալներ ունենք, որի համաձայն այս գիշեր մեծ քանակությամբ թմրանյութ պետքա ստանա հարավային սահմանից։ Երեկոյան տեղում կլինի։ Տղեկին ասեմ։ Տղեկին պետք չի ասել։ Էսա Նարեկ, քշի։ Գազ տուր Նարեկ։